Սյունիքով անցնող ճանապարհի շուրջ իր ասելիքը ավելի լավ հասկանալու համար երկրորդ նախագահը առաջարկում է նայել քարտեզին։ Չենք ալարել հատուկ այսպիսի քարտեզ ենք այստեղ տեղադրել։ Թուրքիան ու Վրաստանը, Թուրքիան ու Ռուսաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը, Իրանն ու Ադրբեջանը տրանզիտային կապեր հաստատում են առանց Հայաստանի տարածքն օգտագործելու։ Միայն Թուրքիան ու Ադրբեջանն են, որ իրար հետ ցամաքային կապ ունենալու համար պետք է օգտագործեն Հայաստանի տարածքը։ Որպես թուրքական պրոյեկտ, ասենց Տուրանի պրոյեկտ, եւ ինքը իսկապես կարող է ունենալ եւ ունի տրանզիտային ներուժ։ Հայաստանի դեպքում Սյունիքն է տրանզիտային ներուժ ունեցող հատվածը։ Տրվում է Միացյալ Նահանգներին միայն այն հատվածը Հայաստանի Հանրապետության, որը ունի իր մեջ տրանզիտային ներուժ, նաև աշխարհաքաղաքական կշիռ։ Որ դեպքում մեր երկրի հարավով անցնելիք Թրամփի ուղին կարող է շահեկան դառնալ նաև Հայաստանի համար։ Քոչարյանը երկու գործոն է նշում. եթե երասխ Ջուլֆա երկաթուղին սկսի աշխատել ու Հայաստանը Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ ստանա Ռուսաստանի հետ։ Եթե այս երկու բանը Հայաստանը չի ստանում, ամբողջ պրոյեկտը անիմաստ եւ վտանգավոր պրոյեկտ է Հայաստանի Հանրապետության համար։ Այս երկու կետերի մասին տեղեկություններ չկան, փոխարենը խոսվում է Կարս-Իգդիր Նախիջևան երկաթուղու կառուցման մասին։ Բայց եթե այդ երկաթուղու մի հատվածը չհասնի երասխ, Հայաստանը ոչինչ չի ստանալու այդ նախագծից։ Զորոյական վիճակ Իրանի հետ կապի հաստատման գործում։ Այս իրավիճակում միջանցքի վերահսկողությունը վստահվելու է հայ-ամերիկյան ինչ-որ ընկերության։ Հայաստանը չի կարող ինչ-որ բան պահանջել Միացյալ Նահանգներից, վստահ է երկրորդ նախագահը։ Շատ քեզ կասկածում եմ, որովհետև պայմանագիրը շատ հստակ իրավունքներ է սահմանելու այն ընկերության նկատմամբ, որը վերահսկելու է այդ միջանցքը։ Իրավիճակը հնարավոր էր փրկել Վաշինգտոնում, եթե Փաշինյան առաջարկեր, որ միջանցքը ոչ թե 43 կիլոմետր լինի, այլ առնվազն 4-5 անգամ ավելի երկար։ Միջև երասխը։ Եվ այդ դեպքում նույն պայմաններով կողմերի համար այդ դեպքում պատասխանատվությունը կլիներ հենց Միացյալ Նահանգների վրա այդ միջանցքի այդ ամբողջ ճանապարհի անխափան աշխատանքի։ Այս հարցում Վաշինգտոնին հեշտ կլիներ համոզել ներկայացնելով, թե որն է այդ ծրագրից իր շահը։ Տրամփը սիրում է ամեն ինչ ավելի մեծ, այսպես խոշոր, ավելի տպավորիչ պրոյեկտներ, մենք առաջարկում ենք ավելի մեծ պրոյեկտ, ավելի հետաքրքիր, իսկապես խաչմերուկ եք դառնում այս կարևոր հանգույցի վրա։ Ռոբերտ Քոչարյանը վստահեցնում է, դա դիվանագիտական շախումատ կլիներ Ալիևի համար։ Նա կփորձեր տարբերակներ փնտրել ծրագրի իրականացումը հետաձգելու կամ մերժելու համար։ Դեկորացիայի դերում կլիներ Իլհամ Ալիևը։ Բայց հակառակն է ստացվել։ Նիկոլ Փաշինյանը Միացյալ Նահանգներում Սպիտակ տանը եղել է դեկորացիայի դերում։ Հայաստանի վարչապետը չի փորձել Հայաստանի համար շահեկան տարբերակներ գտնել, քանի որ մտածել է ոչ թե երկրի շահի, այլ իր անձնական PR-ի մասին, համոզված է երկրորդ նախագահը։ Շնորհակալ եմ նախագահ Տրամփին այսպիսի պատվաբեր լուսանկարների, նվերի եւ գրառման համար։ Ինքը մտածում էր նկարի մասին, որը կարելի է շատ ակտիվ օգտագործել ներքաղաքական նպատակների համար։ Իդեպ, ես էլ նկար ունեմ Սպիտակ տանը, օրինակ Կլինտոնի հետ, ստորագրությամբ, բայց այդ նկարի դիմաց ոչ մի բան չեմ թողել։ Քոչարյանը կարծում է հիմա էլ հնարավոր է փրկել իրավիճակը, ծրագիրը կարելի է ընդլայնել ԱՄՆ-ին ավելի լավ բացատրելով իր իրական տնտեսական շահերը։ Կարծում եմ Ալիևը մերժելով է սա, եւ սա ցույց է տալու, որ ինքը շահագրգռված չի։ Իսկ Հայաստանը կարող է շնորհակալություն հայտնել Միացյալ Նահանգներին, անփոփոխ թողնել ճանապարհի անունը ու ստանձնել այդ ճանապարհը կառուցելու պարտավորությունը։ Քոչարյանը հերքում է Փաշինյանի պնդումը, թե Հայաստանի բյուջեն բավարար չէ Սյունիքում 43 կիլոմետր երկարությամբ ճանապարհ կառուցելու համար, եւ թե այդ ծրագիրը $1 միլիարդ է պահանջում։ 17 թվականին մենք Հայաստանի համահայկական հիմնադրամը կառուցել է Վարդենիս Մարտակերտ ճանապարհը։ Ընդհանրապես այստեղ 114 կիլոմետր երկարությամբ։ Ինչքան փող է ծախսվել ձեր կարծիքով։
17 միլիարդ դրամ, որի մի զգալի մասը կառուցվել է շատ ավելի բարդ տեղանքում, շատ ավելի բարդ եւ գրեթե զրոյից։ 17 միլիարդ դրամ մոտ 40 միլիոն դոլար։ 1 կիլոմետրը մոտավորապես 400,000 դոլար։ Կոպիտ հաշվարկով, եթե անգամ Թրամփի ճանապարհի 1 կիլոմետրը արժենա 1 միլիոն դոլար, 43 միլիոն դոլարով հնարավոր է Սյունիքով ճանապարհ անցկացնել։ Այդքան փող էլ պետք կլինի երկաթուղու քանդված ռելսերը վերականգնելու համար։ Հայաստանի կառավարության պահուստային ֆոնդը 65 միլիարդ դրամ է, 160 միլիոն դոլար։ Եթե 2 տարով վրա կամ 3 տարով վրա բաժանեք ու 1 տարի պարտիավաճառ չստանաք, ուղղակի նույնիսկ վարկ վերցնելու կարիք չկա։ Հայաստանը կարող էր 2-3 տարում կառուցել ճանապարհը սեփական միջոցներով։ Բալավ ամոթ չեք անում։ Հայաստանի ամենից գրավիչ կտորը հանձնել Միացյալ Նահանգներին, ստեղծել ռիսկեր Իրանի հետ հարաբերություններում, հեքիաթ պատմել 1 միլիոն դոլարանոց ծրագրի մասին, 1 միլիարդ, երբ դու ունես հնարավորություն 2-3 տարում ոչ այդ ճանապարհը կառուցել։ Հարավային Կովկասում Միացյալ Նահանգները շահեր չունի, բայց կարող է ունենալ շահերի բախում Չինաստանի հետ, քանի որ Հայաստանով անցնելիք միջանցքը կարող է ծառայել նաև Չինաստանի շահերին։ Եվ այստեղ չի բռնում Միացյալ Նահանգների շահը զսպել Չինաստանին եւ Միացյալ Նահանգների շահը, այսպես կառուցել միջանցք, որը հիմնականում ծառայելու է չինական ապրանքների արտահանման գործը։ Վաշինգտոնյան համաձայնություններն արդեն ամրապնդել են Միացյալ Նահանգների դիրքերը մեր տարածաշրջանում։ Այդ երկիրը միջանցքի վերահսկողության իրավունք է ստացել, Ադրբեջանը նույնպես, Հայաստանն էլ ստացել է ինչ-որ մի բան։ Ինչ է ստացել Հայաստան։ 0 միայն խնդիրներ։ Կարինե Մանգասարյան, Լիլիթ Սարգսյան, Նորա Շարբաթյան, Հենրիկ Համազասպյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։